Գործող իշխանությունը պատերազմ է հայտարարել ընդդիմադիր ուժերի լուսանկարների հետ, նրանք արդեն վախենում են իսկ մեր լուսանկարներից, նրանք արդեն գիտեն, որ չունեն հաղթանակ, միանշանակ չունեն, նրանք պարտվել են, նրանք սկսել են կենտրոնացնել իրենց ռեսուրսը մարզպետների, նախարարների, բոլոր համայնքապետերի, համայնքապետարանների աշխատակիցների այս պահին բոլոր համայնքապետերը խոյ-խոշի ասած համայնքի մեկնել են արձակուրդներ, որպեսզի մասնակցեն քարոզարշավին։ Նրանք սկսած նախարարից, տարածքային կառավարման նախարարից մասնակցում են։ Դուք ասացիք, որ լուսանկարների հետ են կռիվ տալիս, նկատի ունեք քարոզչական պաստառները։ Այո, մեր քարոզչական պաստառները նրանք պոկում են, բերում են մեր նկարների վրա, կպցնում են իրենց նկարները, ամեն ուր քաղաքում եթե դուք շրջեք, կտեսնեք, որ միայն քաղաքապետի պաշտոնակատարի լուսանկարներն են փակցված, քանի որ մեր բոլոր լուսանկարները պոկվել են։ Նրանք ասում եմ նորից, սիրելի հայրենակիցներ, այս պահին գործող իշխանությունը պատերազմ է հայտարարել ընդամենը թղթին, լուսանկարին, քարոզչական պաստառներին։ Պարոն Մեխակյան, կարող եք բարձրաբանում տալ, ինչի համար է գործող բանակի հայ սպայի, պայստազորի սպայի լուսանկարը պոկվում եւ գցվում գետնին։ Ինչի համար է դուք ոչ թե պատրում եք Սիմոնյան Արտոմին, այլ պատրում եք համազգեստը, լուսանկարը, խնդրում եմ ֆիքսեք։ Սա մեր բանակի պատիվն է, բանակը մեր ժողովրդի անվտանգության երաշխավորն է։ Եթե քաղաքային իշխանությունը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վախենում է այս լուսանկարից, այս համազգեստից, ես իմ քաղաքացիներին ասելու բան չունեմ, գնահատական տվեք ինքներդ։ Վաղաշապատ քաղաքը, քաղաքի բնակիչները, ՔՊ-ական բնակիչները, վախենում են իմ համազգեստից։ Դա նրանց անվտանգության երաշխավորն է, զինվորական համազգեստը։ Եվ այստեղ մեր տեխնացուիններ են ճղել։ Պետք չի վախենալ լուսանկարից, պետք չի վախենալ համազգեստից։ Մասնակցեք Վաղաշապատի համայնքապետի դրություններին, եթե ձայնը նստայեք համայնքական կուսակցության տեխնացու Արտյոմ Սիմոնյանի, քվեաթերթիկ համար 2, քվեաթերթիկ համար 2։ Իսկ բանավեճի հետ կապված ինչ կարող եք ասել, դուք այն տեխնացուներից էիք, ով նաև մասնակցեց, որովհետև բոյկոտողներ էլ կային։ Բանավեճը ես պայքարում էի միայնակ, եթե դուք նայել եք բանավեճը, ես մենակ պայքարում էի գործող իշխանության դեմ։ Ես մնացած ընդդիմադիր ուժերից չստացա իշխանությանը, գործող իշխանությանը քննադատող ելույթներ ճառեր ես չլսեցի։ Միայն նշեցին, որ նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի կատարած հանցանքների կամ չգիտեմ գործողությունների համար ինչ քաղաքական գնահատականն եք տալիս։ Սա կանգառ է, որտեղ մի քանի գյուղական համայնքների եւ Մասիս քաղաքի բնակիչները օգտվում են Չմիածին Մասիս երթուղուց։ Մենք չունենք տարական պայմաններ մեր համաքաղաքացիների համար։ Ոչ մի անձրևից պաշտպանվելու, նստելու, նստարանից սկսած, դուք տեսնում եք մարդիկ կանգնում են անվտանգության ոչ մի նկատառումներ այստեղ երթևեկության կանոնների անվտանգության պայմաններ չի ստեղծել մեր համաքաղաքացի համար, ավտոբուսը գալիս է կանգնում է այս մեքենայից այն կողմ կամ աջ կամ ձախ որտեղ պատահի եւ մարդիկ օգտվում են հասարակական տրանսպորտից։ Սկսած տարական կանգառներից մենք չունենք։ Եվ մի հարցի էլ ես խնդրեի, ինչպես մեր հայրենակիցը նշեց, որ մարդիկ փախչում են, ներկապային պետական ապարատի բոլոր աշխատակիցները խուսափում են եթերից, խուսափում են մեծ հետ շփվելուց, քանի որ նրանք չեն ուզում կորցնել իրենց աշխատանքը։ Դա մենք հասկանում ենք, սիրելի համաքաղաքացիներ, խնդրած կլինեմ լինել ակտիվ, խնդրած կլինեմ նոյեմբերի 16-ին պարտադիր կերպով գնալ եւ քվեարկել ձեր խղճի, ձեր ազատության համար, որպեսզի մեր համարը համար 2-ն է,
խնդրում եմ քվեարկել համար 2-ը համայնքական ճակատ կուսակցության է։ Այսպես պետք է ժողովուրդը տեսնում է մենակ Արցախը դերուսանանեք Հիմա ավտոբուսը կանգնելու է, մեր քաղաքացիները տեսեք ինչպես են օգտվում հասարակական տրանսպորտից։ Որ չի կարելի կանգառում կանգնել։ Եվ այո, ասեմ, մեր ավտոբուսների քանակը ես նշել եմ իմ ծրագրում, չի բավականացնում մեր քաղաքացիներին հարմարավետ բարեկեցիկ պայմաններ ստեղծելու, որպեսզի նրանք երթևեկեն, խցկվում են այս փոքր ավտոբուսի մեջ եւ կատարում են իրենց երթը։ Ես խնդրում եմ դիտանանեք մեր ապահովությունը, որը պետության կողմից որքան գիտեմ դրամական միջոցներ է հատկացվում ապահովությունների հարցերու, բայց մենք քաղաքում ամենուր եք տեսնում ենք նույն պատկերը եւ իմ ծրագրում ներառված է նաեւ ապահովությունների հարցը, դա մեր համակային բյուջեի համար լինելու է քիչ-քիչ գումար, որպեսզի լուծենք ապահովությունների հարցը։ Մենք ամեն օր առերեսվում ենք դժվար պատահարների, որտեղ շները հարձակվում են մարդկանց վրա։ Նաեւ մենք ունենք դաժան դեպք, որը շունը հարձակվել է տարիքով տարեց տիկնոջ վրա, որի որքան գիտեմ մահացել է կինը շների հարձակումից հետո։